ուզում եմ բացառել, որ Սերժ Սարգսյանը եւ Գարեգին Վեհապարը թույլ կտան այդ բահը։ Ուզում եմ բացառել եւ հավատալ, որ թույլ չեն տալու։ Իսկ եթե այդքան է նրանց ուժը, քաղաքացիական խիզախությունը, ժողովրդի նկատմամբ հարկանքը, հայրենիքի նկատմամբ սերը, քրիստոնեական արժեքը, կեղծել սահմանադրությունը, ժողովրդի ընտրությունը եւ Սուրբ Գիրքը, այո, իմ դիակի վրայով դա պիտի անեն։ Ես խոսում եմ իմ մասին, իսկ մնացած գործիչները, հանրապետական կուսակցության դարբեր ներկայացուցիչներ, իշխանավորներ, կեղծ իշխանավորներ, իրենք խոսում են ուրիշների դիակների մասին, հոկտեմբեր 27-ի եւ մարտի 1-ի մասին, դարբերությունը դրանում է։ Այս սուտ ու գեղձիկի մեջ նաեւ գա այսօր նախագահական նստավայրից արձակված հերթականը, որ ես իբր թե մերժել եմ որևէ մի հանդիպում։ Եթե երկխոսությունը կարող է հարց լուծել, ես միշտ կողմնակից եմ։ Բարոն Սարգսյան, ես չեմ մերժել որևէ մի առաջարկ հանդիպման կամ հաղորդակցության։ Ձեր նստավայրը ստում է։ Ես հիմա ասում եմ, որ ձեզ հարմար օր եւ ժամ հրավիրում եմ այդ զրույցը, այդ երկխոսությունը, այս համազգային տագնապը հաղթարելու համար մեր նստարանի վրա բաց կամ փակ քննարկման, որոշումը ձերն է։